Բարի օր մեզ միացած բոլոր լսողներին եւ դիտողներին, գործարար ալիքն եք միացրել դուք 106 եւ 5 հաճախականությամբ կամ թվային հարթակներում եւ մենք այս պահին սկսում ենք թարմ ուղեղով զրույցը, իսկ առաջին խոսափողի մոտ մեր հարազատ բարեկամներից է մշտապես գործարար ալիքի տաղավարի հյուրերից Էմիլ Կրոյանը, Targeting-ի հիմնադիրը եւ LinkedIn Local Երևանի համակազմակերպիչը։ Ողջույն Էմիլ ջան։ Ողջույն Մոնիկա ջան։ Շնորհակալ եմ, որ այսօր կրկին մեր տաղավարում եք։ LinkedIn Local-ի մասին մենք բազմից սառիթներ ունեցել ենք խոսելու, թե ինչի մասին է այն, ոնց եք կազմակերպել, ու դուք նոր կոնցեպտ ունեք LinkedIn Local-ի շուրջ ձևավորված, որը կոչվում է Bold Business 2031։ Եկեք այս բառերը հատ-հատ բացենք, Bold Business ու 2031-ը ինչի մասին է։ Շատ լավ, նախ ես եւս շնորհակալ եմ հյուրընկալելու համար, միշտ հաճելի է տաղավարում գտնվել, զրուցել։ Ինչպես նշեցիք, Bold Business 2031-ը մեր այս տարվա խորագիրն է, մեր այս տարվա կոնցեպտն է ու հենց ինչի ենք դրել Bold Business 2031, որովհետև 2031 թվականը առաջի հայացքից շատ հեռու է թվում, բայց իրականում ընդամենը 5 տարի է եւ հաշվի առնելով, որ մեր հասարակությունում մեր ընկերները, մեր գործընկերները, բիզնեսի մարդիկ սովորաբար չեն սիրում պլանավորել, որը որ իրականում անհրաժեշտություն է, մենք դրել ենք հենց Business 2031 եւ հաշվի առնելով այս տեխնոլոգիական արագընթաց փոփոխություններին, AI գործոնը եւ այլ ամեն բաները, որոնք որ մեզ սպասվում են եւ որոնք որ ամեն օր փոփոխվում են, կոնցեպտը դրել ենք հենց Business 2031 եւ ընթരാճ գնալով 2031 թվականին մենք փորձում ենք այն կետերը, այն հնարավորությունները, այն ռիսկերը, որոնք որ կան, փորձում ենք դրանք կանխատեսելի դարձնենք եւ հենց ընդհանուր կոնցեպտը լինելու է այդ շրջանակում։ Եվ այդ հանդիպման օրակարգը լինելու է, որպեսզի մեր մենթորները, ոլորտի էքսպերտները, մասնագետները կարողանան հենց այդ թեմաների մասին խոսել եւ ամեն մեկը իր ոլորտից ներկայացնել ինչ հնարավոր փոփոխություններ, ռիսկեր, մարտահրավերներ կան, որպեսզի մենք կարողանանք պատրաստ լինել դրան։ Դրա մասին ավելի մանրամասն մի քիչ հետո կխոսենք, բայց այ 5 տարվա ժամկետով նշեցիք, որ առաջիկա 5 տարիների համար կարծես թե ես հիշում եմ կար ժամանակ, երբ բիզնեսում օրինակ այդ պլանավորումները 10, 20, 30 տարի ավելի երկարաժամկետ են, այսինքն այս ժամանակի արագահոսությունն է, որ ստիպում ամենաշատը 5 տարվա կտրվածքով պլանավորում անել, թե ամեն դեպքում այլ հետին միտք էլ կա այդտեղ։ Չէ, իրականում ուղղակի հաշվի առնելով զեզակի դեպքերից է, որ այդպես են ասում, որովհետև սովորաբար 5 տարին նույնիսկ չափազանց է թվում, բայց ես սովորաբար հենց այդպես եմ ասում, որ մեր հասարակությունում, որտեղ որ նույնիսկ հաջորդ շաբաթը պլանավորելը երբեմն խնդրահարույցով մարդիկ խուսափում են եւ ինքնահոսին են թողնում, 5 տարին կարծում եմ այն ողջամիտ ժամանակահատվածն է, որը որ կարելի է պլանավորել ու պետք է պլանավորել եւ հետեւաբար վերցրել ենք հենց 5 տարվա կտրվածքով եւ ինքը ամենատարբեր տեսություններով 5 տարին բավականին արդիական եւ պահանջված ժամանակ է պլանավորման տեսանկյունից։ Ճիշտ եմ հասկանում, որ այս տարի կրկին բիզնես, կրթություն, պետություն ու միջազգային կառույցներս 4 կետերի շուրջ ապտտվելու ամբողջ գաղափարախոսությունը, ոնց է ստացվել ամեն դեպքում միավորել ու համատեղել այս օղակներին աշխատող ու այդ աշխատանքները որքանով են բարդ ու հեշտ տրվել։ Մենք նախորդ տարիներին, օրինակ նախորդ տարի հենց երբ որ իրականացրեցինք LinkedIn Local Երևանը, մենք մի փոքր կոնցեպտուալ եւ ֆորմատի առումով փոփոխություն իրականացրեցինք եւ բացի բիզնես համայնքից նաեւ ներգրավեցինք պետական կառույցներ, դեսպանատներ եւ կրթական ոլորտի ներկայացուցիչներ, մասնավորապես ռեկտորներ, կարիերայի կենտրոնի ղեկավարներ։ Այս տարի այդ ամենը պահպանել ենք, ուղղակի կոնցեպտը ավելի սրել ենք, այսպես ասած, ու փորձել ենք այնպես անենք, որպեսզի այդ մարդիկ ոչ թե ուղղակի լինեն մասնակից, այլ լինեն ներգրաված։ Ինչն աստեղ հետաքրքիր ստացվում։ Շատ միջոցառումների ժամանակ, տարբեր իվենտների ժամանակ այս նշված ոլորտի մարդիկ, մասնագետները կարող է այնպես ստացվել, որ նույն վայրում գտնվեն։ Բայց տարբերությունը նա է, որ մենք ոչ թե ուղղակի զուգատիպում է, որ իրանք նույն վայրում են գտնվում, այլ ամեն մեկը, այսպես ասած, ունենալու է իր դերը, իր կարգավիճակը եւ հենց այդ կարգավիճակից բխելով մենք փորձելու ենք այս ոլորտային, այս բոլոր նշված կետերը այնպես ֆասիլիտացնենք, որպեսզի աշխատաշուկան կարողանա կապ ստեղծել օրինակ
բիզնեսի հետ, հա, ասենք նույն բուհերի կարիերայի կենտրոնները, ռեկտորները մեծ անջրպետ կա ու որպեսզի այս երկու ինստիտուտները, այսպես ասած, որպես կարևոր օղակներ պետության համար կարողանան գործակցել նույն պետության դերը, հա, որովհետև էլի ոնց որ այս բոլոր կառույցները ամեն մեկը կարող է իր տեղում գործել, հիմա լավ, վատ հարցի մյուս կողմն է, բայց միասին մենք ունենք ինչ-որ sense օղակներ, որտեղ որ այդ կապը ինչ-որ միտեղ խաթարվում է ու հենց նպատակը նա է, որ մենք կարողանանք այդ կապող օղակը նաև փորձել հանդիսանանք այս նշված օղակների մեջ, այսինքն միջազգային կապեր, դրա մեջ ներառվում են դեսպանատներ եւ այլ կառույցներ, կրթություն կարիերա, այսինքն բուհեր, կարիերայի կենտրոնի ղեկավարներ բուհերի, բիզնես, որը որ մեծ հաշվով մեր ամենաառանցքային ուղղությունն է եւ պետություն, այսինքն պետական կառույցների ներկայացուցիչներ, ովքեր կարողանան նաև իրենց հերթին այս օղակի, այս շղթայի մեջ իրենց անբաժան եւ կարևոր մասը կազմել։ Այ մենք գիտենք, որ մշտապես կարևորագույն հարցերում պատասխանատվության մեծ բաժինը հենց պետությանն է, բայց այս դեպքում որ օղակն է ամենապատասխանատուն, քանի որ ձեր միջոցառումը բիզնեսին է ուղղված հատկապես, արդյոք պատասխանատվությունը մեծ մասամբ ձեր վրա է, թե բաշխել եք հավասարաչափ։ Հարցը վերաբերում է, այսինքն մենք թե պետությունը կոնտեքստում, թե այո, պետությունը այդ կրթական ուղղությունը բաշխում կա, թե ամեն դեպքում կրկին ամենամեծ պատասխանատվությունը հենց այս միջոցառման ժամանակ բիզնեսի վրա է։ Փորձեմ հարցին մի փոքր այս տեսանկյունից պատասխանել, այս ամբողջը ավելի շատ միտված է դեպի բիզնես։ Իհարկե վերջնակետը նա է, երբ որ ավելի գլոբալ որ հետ գամ հարցին, երբ որ բիզնեսը կայանում է, երկրի տնտեսությունը սկսում է ավելի լավ աշխատել, սա վերադառնում է դեպի պետություն, այսինքն այստեղ շահառուները թե բիզնեսն է, թե պետությունն է եւ երկուսն էլ շահում է, որտեղ երկուսն կապակցված են, իհարկե։ Այստեղ այլ հարցը, որ մենք միշտ կարող ենք ասել, որ սա միգուցե այս պետական կառույցի ֆունկցիոնա կամ այս ոլորտի կարգավորման կամ վերահսկման տակ է գտնվում, բայց միշտ կարելի է նաև փորձել նախաձեռնել ու ինքնուրույն լուծել որոշ հարցեր, այն ինչը որ մենք ըստ էության փորձել ենք իրականացնենք, այսինքն ոչ թե ուղղակի քննադատենք, այլ փորձենք նաև մասնակից դարձնել այդ ամենի մեջ, տալ կարգավիճակ եւ ակնկալել, որ այդ մարդիկ մեր չգիտեմ, ներգրավման միջոցով ճիշտ մարդկանց ճիշտ տեղում հավաքելու եւ ճիշտ կարգավիճակ տալու միջոցով կկարողանան ավելի գլոբալ եւ ավելի արժեքավոր կապեր ստեղծեն եւ այդ կապերը վերածել արդեն կապիտալիզացնել, բերել ավելի կարեւոր ու մեծ արժեքի։ Էմիլ, նշեցիք, որ այս տարի փորձել եք ավելի սրել այդ կոնցեպտը, եթե նախորդ տարի մշակված էր արդեն, այս տարի ավելի ինքսուր արտահայտված է լինելու։ Մտահոգություններ չունեք այդ մասով ամեն դեպքում։ Դա գործարարի հոգեբանություն է, որ փորձում եք ֆորս մաժորներ ստեղծել, ռիսկեր ստեղծել, անգամ գործարարներին այդտեղ բերելով փորձում եք իրենց դնել իրավիճակներում, որոնք պիտի հաղթահարվեն։ Նայեք, իրականում իվենթը ինքնին, հատկապես երբ որ դու հավաքում ես մոտ 300 գործարարի, ինքը չի կարող առանց ռիսկ լինել, հա, ամենա պրիմիտիվ ռիսկերից սկսած վերջացած ավելի լուրջ ռիսկերով միշտ կա այդ մտավախությունը, բայց այդպես որ լինի առհասարակ ոչ բիզնես, ոչ շատ բաներ պետքա չանես, պետքա հրաժարվես։ Իհարկե կա ռիսկ, բայց այն արժեքը, այն հնարավորությունը, որը որ մենք տեսնում ենք, այդ մարտահրավերը մեր համար շատ ավելի գայթակղիչ է, շատ ավելի մեծ է, քան այն փոքր ռիսկերը, որոնք որ իրականում տեսականորեն կան։ Բարեբախտաբար մենք այն խնդիր ասեմ կամ այն իրավիճակները, որոնք որ ստեղծվել են, շատ փոքր են եղել մինչ այսօր, եւ մենք դա պատվով լուծել ենք, նույնիսկ չի էլ երևացել որպես այդպիսի խնդիր, զուտ կուլիսներում մեր թիմն է արձանագրել, բայց իրականում մթնոլորտը սովորաբար միջոցառումների այնպիսին է լինում, որ բոլորը կարծում եմ միջոցառման ամենակարևոր գործոններից մեկը, որ կայացել է եղել այն, որ մարդիկ ոչ թե եղել են միայն մասնակից, այլ մարդիկ եղել են ներգրաված այդ process-ի մեջ։ Ու երբ որ մարդը ունենում է ինչ-որ որոշակի պատասխանատվություն ու ներգրավվածություն, դադարում է լինել մասնակից իր ընդհանուր կարգավիճակը փոխվում է, ունենում է կարգավիճակ, պատասխանատվություն, քո գործը ավելի հեշտանում է, որովհետև այդ մարդիկ կիսում են ինչ-որ միտեղ նաև քո պատասխանատվությունը, որպեսզի կայանա միջոցառումը։ Այո։ Դեսպանատների մասով եւ դեսպանատան աշխատակիցների ներգրավվածության մասով մենք գիտենք, որ շատ հաճախ դեսպանատները այսպես չակերտավոր ձևական բնույթ կրողներ են ընկալվում նաեւ եւ իրականում որքան էլ մեծ բեր պատասխանատվություն ու անելիքներ կան, որ իրենց
ելույթում են, շատերը դա չեն ընկալում ու իրականում գուցե շատ տեղերում էլ դա չի իրականացվում։ Հիմա դուք ճիշտ եմ հասկանում, որ փորձում եք իրենց բերել աշխատանքի դաշտ, այսպես ասած, այսինքն իրենց դերը բարձրացնել նաև այս միջոցառմամբ, նաև պատասխանատվության էլի բաժիններ իրենց դաշտ տանելով։ Հա, մենք նախորդ տարվա միջոցառմանը մի քանի երկրից դեսպաններ կամ ներկայացուցիչներ ունեցանք, մոտ 6 երկրից ունենք ներկայացուցիչ, ԱՄՆ, Չեխիա եւ այլ երկրներից, այս տարի այդ ցանկը ավելի ընդլայնվելու է ու նախորդ տարի մենք իսկապես շատ կարելի ասել ինչ որ պահի որոշեցինք, որ այդպես պետք է անենք ու որոշեցինք, որ անկախ ամեն ինչից պետք է անենք, ժամանակը շատ կարճ էր։ Այս տարի քանի որ ավելի հստակ նախապատրաստված ենք այդ ամեն ինչը իրականացնում, վստահ եմ, որ ավելի մեծ քանակով հյուրեր կունենանք, դեսպաններ, փոխդեսպաններ եւ էլի նույն ձևաչափով մենք կարգավիճակ ենք տալու եւ բնականաբար յուրաքանչյուր դեսպան ունի նաեւ իր հետաքրքրությունը այս ամեն ինչի մեջ։ Էլի ինչպես նշեցի, բնականաբար նույն պետական կառույցների հետ կարող են սեփական նախաձեռնությամբ կապ ստեղծել, բիզնեսի հետ կարող են ստեղծել, բայց այդ անջրպետը միշտ կա, որ այս նշված բոլոր ուղղություններին մեկտեղ հավաքել եւ տալ հնարավորություն, որպեսզի պայմանական օրինակ գերակոմ կամ քառակոմ քննարկումներ լինեն, իսկապես հաճախ հանդիպող առնվազն երևույթ չի էլի։ Իսկ մենք այդ փորձում ենք իրականացնենք մի հարկի տակ։ Ինձ կհիշեցնեք նախորդ միջոցառումների մասնակիցների թվերը։ Այդ մասով դուք փորձում եք կրկին նոր շեմեր սահմանել։ Նայեք, մենք ունեցել ենք նախորդ տարի մոտ 300 մասնակից, մինչ այդ նախանցած տարի 280 մասնակից, բայց մենք նշածող որպես այդպեսին չենք դրել երբեք քանակը, որ պարտադիր պետք է ավելանա, նույնը այս տարի։ Այսինքն մենք որ պատկերացնեք, ասենց շատ սուր ֆիլտրով ենք ֆիլտրում ու նույնիսկ ունենում ենք դեպքեր, երբ որ մարդիկ նեղանում են, որովհետև կրիտերիաները բավականին խիստ են, այսինքն պարտադիր պետք է բիզնեսով զբաղվող մարդիկ լինեն։ Այո, ես հիշում եմ, ես անցած տարի նեղացողների շարքում եմ։ Հատկապես, այո, ձեր գոլեգաները, մեր լրագրող գործընկերները շատ երբեմն սուր են անում արձագանքում, բայց ստեղ էլ մենք ոնց որ որպես հենց բուն լրագրողներ կամ մարդիկ, ովքեր որ կառույցներ, մեդիադաշտի ներկայացուցիչներ, ովքեր որ հետաքրքրված են լինում, մենք հնարավորություն ենք տալիս լուսաբանելու, մասնակից լինելու, սա ոչ թե դասակարգման ինչ որ մի փորձ է։ Դրդում եք ամեն դեպքում բոլորին զբաղվել բիզնեսով, այո։ Ես ինքս երբեք դրան կողմ չեմ եղել ու միշտ նույնիսկ եթե չեմ սխալվում, այստեղ եթերի ժամանակ ենք խոսել, ես ասում եմ մեր շուկայում մի քիչ շատ է այդ դրված էլի, որ պետքա մարդիկ բիզնեսը դիտարկվում է որպես ինչ որ հաջողության գագաթնակետ, այսինքն եթե մարդը զբաղվում է բիզնեսով, ուրեմն իր մոտ կյանքը հաջողել է, բայց իրականում դա այդպես չի, այսինքն դա կոչում է, դա ամեն մեկը չի, որ դրանով պետքա զբաղվի, մարդիկ կան կարող բժիշկ, ոչ թե կարող այլ պետքա բժիշկ դառնան, պետքա արվեստագետ դառնան, լրագրող դառնան, լավ աշխատակից դառնան, լավ էքսպերտ դառնան ու քանի որ մեր միջոցառումը նախատեսված ավելի բիզնես կոնցեպտի համար, հետեւաբար մենք փորձում ենք պահենք այդ կանոնները խաղի եւ զուտ սա է պատճառը, թե չէ իհարկե շատ հետաքրքիր մարդիկ կան, որոնց որ առհասարակ առօրյայում կարելի է շփվել եւ շատ բան սովորել։ Շատ լավ, Էմիլ, այ LinkedIn Local Երևանը երբ ասում ենք, երբ նոր էիք այս միջոցառումը կազմակերպում, բոլորի համար հարցեր էս LinkedIn Local-ը ինչ է, ինչու LinkedIn Local եւ մենք այս տաղավարում շատ ենք այդ մասին խոսել։ Հետաքրքիր է արդեն այդ արտահայտությունը ընկալվել է, շրջանառության մեջ դրվել է, այնպես ինչպես դուք եք ցանկանում, թե դեռևս հարցեր առաջանում են հատկապես մասնակիցների կողմից։ Այս վերջերս մի հրապարակում արեցի այս դրա հետ կապված։ Մենք առաջին տարում, դե բնականաբար քանի որ նոր էր կոնցեպտը, ավելի շատ պատասխանում էինք այն հարցին, թե ինչ է LinkedIn Local Երևանը, եւ վերջին շրջանում մենք ի ուրախություն մեզ, մենք ավելի շատ որպես հարց հնչում է երբ է լինելու հաջորդ LinkedIn Local Երևանը, հետեւաբար կարող ենք այս առումով արձանագրել, որ կոնցեպտը, ֆորմատը, իվենթը հաջողել է իր բնույթով եւ մարդկանց ավելի շատ հետաքրքրում է ժամանակացույցը, նոր ֆորմատը ինչ է լինելու ու բնականաբար կան մարդիկ, ովքեր որ ծանոթ չեն, բայց ընդհանուր առմամբ մենք նույն մեր կորիզա ձևավորվել, որտեղ որ մենք հենց միջոցառումը նոր սկսում ենք, ինչ որ նախագրանցման փուլում շատ արագ ավարտվում են, այսպես ասած, տոմսերը, որովհետև մարդիկ արդեն մասնակցել են, արդեն գիտեն ու սպասում են հաջորդ միջոցառմանը։
Հետաքրքիր է համայնքի ներսում, երբ LinkedIn Local Երևանը սկսեց կայանալ ու ձևավորվել, արդյոք կապերը թույլ են տվել իսկապես նոր ներդրումներ, այսպես ներգրավել, նոր հնարավորություններ ստեղծել կողմերի համար, օրինակներ ունեք այդպիսի, որովհետև հաջողություններից մեկը կարող ենք հենց դա համարել, չէ՞։ Մեր այս առումով մեր ամենասուր հարցն է սա, որովհետև մենք մեր նախորդ իվենտներին շատ ենք ունենում իրավիճակներ ու շատ հաճելի է, երբ որ տարբեր միջավայրում հանդիպում ես երկու մարդկանց ու ասում են գիտեք չէ, ձեր միջոցառման ժամանակ ենք ծանոթացել, գիտեք չէ, ձեր միջոցառման ժամանակ ծանոթացանք, հիմա միասին ոնց որ համագործակցում ենք այս պրոյեկտի շուրջ ու հավատացեք շատ այնպես դեպքեր ենք ունենում, բայց ցավոք մենք չենք կարողացել մշակենք ֆորմատ, որով որ կկարողանանք այս բոլոր այս ամբողջ ինֆորմացիան դատայի վերածենք եւ որպեսզի ես ավելի ստույգ պատասխաների այդ հարցին։ Հիմա աշխատում ենք այդ ուղղությամբ, որպեսզի փորձենք ինչ-որ ձևով մոնիթորինգ իրականացնենք եւ տիրապետենք մենք ինքներս, թե մեր միջոցառման ժամանակ ինչ հաջող кейսեր են լինում։ Բնականաբար դա երկարաժամկետ process է, ոչ մեկ ովքեր միասին ծանոթանում են, հաջորդ օրը միասին բիզնես չեն սկսում կամ հաջորդ օրը պայմանագիր չեն կնքում, ամենայն դեպս գոնե օրինաչափությունը այլ է, բայց վստահաբար քանի որ արդեն 3-րդ տարին է մենք պետք է ունենայինք եւ կունենանք հիմա աշխատում ենք այդ ուղղությամբ, որպեսզի կարողանանք ավելի դատայի վրա հիմնված փաստեր ունենանք, որտեղ որ կարձանագրենք ինչ ենք ունեցել, ինչ գործարքներ, ինչ ներդրումներ, ինչ հետաքրքիր համագործակցություններ, որպեսզի թվերի վերացնենք, այո։ Մշտապես բիզնեսի մասին խոսելիս բիզնեսում տղամարդկանց են պատկերացնում, որքան էլ որ վերջին տարիներին մենք բավականին մեծ փոփոխություններ ենք այդ իմաստով տեսնում, միջոցառմանը պատկերը ոնց է լինում։ Բավականին շատ կանայք են լինում։ Նախորդ միջոցառմանը հիմա թվերի մասով, որպեսզի սխալ ինֆորմացիա չտրամադրեմ, կխուսափեմ ինչ-որ տենց վիճակագրություն ասելուց, բայց համամասնությունը գրեթե հավասար էր։ Մեր միջոցառմանը բավականին շատ կանայք են լինում եւ այդ եւս մեկ ուրախալի փաստ է։ Առհասարակ մենք միջոցառման ժամանակ բիզնեսի տեսանկյունից առաջի հայացքից թվում է որ մենք խտրականություն ենք դնում, որ միայն բիզնես է, բայց այ բիզնեսի մեջ մենք խտրականություն չենք դնում, այսինքն բիզնեսի միջոցառմանը մասնակցում են ամենատարբեր ինդուստրիաների գործարարներ, տարբեր ոլորտի, ամենատարբեր փորձով մարդիկ, նույն բնույթի առումով, մանր միջին բիզնեսներ, խոշոր բիզնեսներ, եւ հենց սա է կարծում եմ առավելություններից մեկը, որ մենք չենք բաժանում արել, օրինակ մանր բիզնես, միջին բիզնես, խոշոր բիզնես, իհարկե հասկանալով, որ օրինակ մանր բիզնեսի համար մարտահրավերները այլ են, խոշոր բիզնեսի համար մարտահրավերները այլ են, բայց սա հենց եւս մի հնարավորություն է, որտեղ որ նույն օրինակ մանր բիզնեսը կարա բացի ինչ-որ տենց կոմերցիոն կամ ինչ-որ գործնական այլ բաներից, պարզապես շփվելով ինչ-որ ավելի խոշոր բիզնեսի հետ փորձի փոխանակում իրականացվի։ Քաղաքականության մեջ ես փորձեմ ամեն դեպքում ինձ թույլ տամ գնահատական տալ, որքան որ ես հասկանում եմ, եթե մարդիկ մտնում են օրինակ քաղաքականություն, ժամանակ է պետք է իրենց ընկալելի դառնալ, թե ով են իրենք, ինչով են զբաղվում ու կարծում եմ կարճ ժամանակ չի էլի դա։ Բիզնեսում ոնց է, ամեն տարի երբ դուք միջոցառումը կազմակերպում եք, փորձում եք նոր գործարարների ներգրավել, թե մշտապես նույն դեմքերն են, որովհետև նոր մարդիկ են անդադար բիզնես սկսում, արդյոք դուք մոնիտորինգ անում եք, ովքեր կան դաշտում, ինչով են զբաղվում, ոնց է դա լինում։ Սկզբում որ ասի քաղաքականության մեջ լարվեցի, ասա քաղաքական հարցատալու մոնիկա, լավ բրցանք։ Նայեք, իրականում մենք ավելի շատ ստեղ մեր մենթորների մյուս մարդկանց մասով փորձում ենք այս կտորը վերահսկենք ֆուլ, որպեսզի կարողանանք ներգրավենք մարդկանց, ովքեր որ համ հավելյալ արժեք կստեղծեն, համ ունեն կիսվելու շատ բան։ Հետևաբար այս մարդիկ նաև իրենց հետ նոր լսարան են ավելացնում, որովհետև ամեն մեկը ունի իր, այսպես ասած, ինդուստրիայի առումով փորձը, գիտելիքը եւ բնականաբար մարդիկ, ովքեր որ կկարողանան սովորել։ Մենք փորձում ենք այդ ձևով իրականացնել։ Մեր համար շատ ստրատեգիկ կարևոր նշանակություն ունի մարզերի ներգրավել այս առումով, մարզերի բիզնեսները, որովհետև սա մասին էլի բազմիցս խոսել եմ, բայց մենք մարզերում ունենք բավականին խոշոր կայացած բիզնեսներ, ովքեր օրինակ, չգիտեմ, զբաղվում են արտահանմամբ, արտադրությամբ եւ արտահանմամբ, եւ քանի որ տեղական շուկան առանձնապես սպառման տեսանկյունից հետաքրքիր չէ,
այս մարդիկ ավելի մեկուսացված են, բայց ընդհանուր առմամբ, քանի որ բիզնեսի մարդիկ միշտ փորձում են հնարավորություններ փնտրել եւ երկու գործարար երբ հանդիպում են որպես կանոն by default փորձում են ընդհանուր եզրեր գտնել եւ միասին ինչ-որ ընդհանուր արժեքի մասին, արժեք ստեղծելու մասին խոսել, երբ որ այս մարդիկ ներգրավում են մեր միջոցառմանը, մենք հենց նմանատիպ դեպքեր ունեցել ենք, երբ որ մարդիկ, ովքեր առաջի հայացքից տեղական շուկայում չունեն որևէ հետաքրքրություն, կարողացել են բավականին հետաքրքիր եւ արդյունավետ համագործակցություն սկսել այլ գործարարների հետ։ Դրա համար մեր համար նաև շատ կարևոր է մարզերի բիզնեսներին ներգրավել այս ամեն ինչի մեջ։ Իսկ դրսից ներդրումներ բերելու մասով ինչ եք մտածում, որքանով է միջավայրը բարենպաստ այս պահի դրությամբ։ Դա մեր ուղղակի, այսպես ասած, ֆունկցիաների մեջ չի, մենք, ինչպես նշեցի, մենք փորձում ենք էկոսիստեմ ստեղծել եւ այդտեղ բնականաբար միջոցառմանը կան մարդիկ, ովքեր որ զբաղվում են ներդրումներով եւ փորձում ենք այդ հնարավորությունը տանք, այսինքն եթե մի հարկի տակ կա բիզնես, ով ունի ներդրման կարիք եւ մի հարկի տակ կա ներդրող, ով ունի կարիք հետաքրքիր գաղափարների, այդ մարդիկ պարտադիր իրար կգտնեն։ Մեր ֆունկցիան է այդ հարթակում ապահովել հնարավորինս հեշտ կապեր ստեղծելու հնարավորություն եւ ֆասիլիտացնել այդ process-ը։ Մնացածը արդեն գործարարները մեզանից լավ են պատկերացնում, ոնց կարան այդ process-ը ավելի ճիշտ կազմակերպել։ Հաշվի առնելով, որ վերջին ամիսներին մեր գործարարները, ովքեր արտահանմամբ են զբաղվում, լուրջ խնդիրների առաջ են կանգնած, արդյոք այն կոնցեպտը, որ դուք մշակել եք, կարծում եք կօգնի նաեւ այդ պետության հետ համագործակցություն մեկ տեղում քննարկել այդ հարցերը, արդյոք դուք հետին մտքով նաեւ ունեցել եք դա, որ պիտի այդ մարդկանց մեկտեղեք ու նաեւ այդ հարցը դրվի այդտեղ։ Ավելի միկրո ֆորմատով չենք մտածել այդ հարցերի շուրջ, բայց բնականաբար հենց նաև միտված է այս հանդիպմանը պետական կառույցների մասնագետների եւ տարբեր պաշտոնյաների ներգրավել հենց այդ պատճառով, որպեսզի կարողանանք այդ եւ նմանատիպ այլ հարցերի ներգրավենք եւ կարողանանք լուծում տանք, որովհետեւ ամեն մի ոլորտի մի բիզնես բնականաբար ունի իր օրենսդրական կարգավորումների հարցը կամ ամենատարբեր այլ խնդիրների, որոնք որ բախվում են եւ նաեւ ինչպես նշեցի, հենց սա նաեւ հնարավորություն է տալիս ավելի միկրո տարբերակով քննարկել, խոսել, այսինքն մենք այդ հարթակը հենց ստեղծել ենք նրա համար, որպեսզի մարդիկ կարողանան նույնիսկ մեր համար ամենաանկանխատեսելի եւ չգիտեմ, չպլանավորված հարցերը բարձրաձայնեն, քննարկեն եւ փորձեն ինչ-որ հայտարարի գան, էլի։ Եվ վերջում ուզում եմ ձեր պատկերացումները, քանի որ Bold Business 2031-ից սկսեցինք զրույցը, վերջում էլ ամփոփենք այդպես 2031-ին Business Հայաստանը ինչպես եք պատկերացնում։ Ես լավատես մարդ եմ, ուզում եմ պատկերացնել շատ լավ, ոչ միայն ուզում եմ, LinkedIn լոկալը լինելու է, ճիշտ եմ հասկանում 2031-ին էլ։ Սենց ասեմ, մենք հիմա այս վերջին 3 տարվա մեր փորձը որ նայեմ, մենք շատ տրանսֆորմացվել է ընդհանուր միջոցառումը։ Ես չգիտեմ ինչ ֆորմատով կլինի 2031-ին, բայց վստահաբար մենք որպես, այսպես ասած, բիզնես նաև ունենք սոցիալական պատասխանատվություն, հենց նաև բիզնեսների մեջ, որպեսզի լինենք կամուրջ։ Հիմա թե դա ինչ ձևով կդրսևորվի 2031-ին, միգուցե հիմա շատ ստույգ չկարողանամ պատասխանել։ Բայց ինչպիսին կլինի, հետ գալով գլխավոր հարցին, ես կարծում եմ ինչպիսին կլինի բացի այն, որ մենք բոլորս ուզում ենք, որ լավ լինի, դրա համար մենք պետք է ինչ-որ գործուն քայլեր անենք։ Իսկ այդ քայլերից մեկը հենց նա է, որ մենք պլանավորենք։ Մենք մտածենք 2031-ի մասին, ոչ թե միայն կենացային մակարդակի ցանկություն լինի մեզ մոտ, այլ մենք քայլենք դրան ընդառաջ ու հենց միջոցառման նպատակը նաև նա է, որ մենք իրոք փորձենք այս ամեն ինչի մեջ ոչ թե լինենք հետևողներ, ինչ զարգացումներ տեղի կունենան, այլ մենք լինենք նախաձեռնող կողմ, լինենք ավելի պրոակտիվ, ճանապարհ ցույց տվողներ եւ պատրաստ լինենք դրան, որովհետեւ ցանկացած բանի մեջ, երբ որ դու պատրաստ չես, դու լինում ես այդ post factum այդ խնդիրը արձանագրողը կամ այդ խնդրին արկա խնդիրներին մարտահրավերներին գոյատևող, իսկ դա բնավ հաճելի բան չի էլի, դրա համար որպեսզի մենք չգոյատևենք, մենք չլինենք ուղղակի արձանագրող ու մտածող, որ ոնց սենց եղավ, մենք պետքա փորձենք այն հնարավոր հարցերի, խնդիրների, մարտահրավերներին նախապես պատրաստված լինենք, որը որ կարծում եմ հրաշալի հնարավորություն է նաև ընձեռնվում մեր միջոցառման միջոցով։
Միանշանակ շնորհակալ եմ ձեզ զրույցի համար։ Մեզ լսողներին եւ դիտողներին հիշեցնում եմ, որ Թարմ ուղեղով զրույցներ եք լսում Գործար ալիքի եթերում։ Առաջին խոսափողի մոտ Էմիլ Կրոյանն էր, Targeting-ի համահիմնադիրը, LinkedIn լոկալ Երևանի համակազմակերպիչը։ Այսքան այսօրվա համար, կհանդիպենք։